Ժդանովսկայայի սպանությունը, ինչպես հարբած միլիցիայի հերթապահը սպանեց KGB-ի մայորին և ստացավ մահապատիժ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք, միացրեք ծանուցումները, որպեսզի չկորցնեք ամենահետաքրքիր ու սենսացիոն նյութերը։ Առաջ են գալու պատմություններ, որոնք դեռ ոչ ոք չի լսել։ Սա սկսվեց ինչպես ամենօրյա գիշեր Մոսկվայի մետրոպոլիտենում 1980-ականների վերջում։ KGB-ի մայոր Վյաչեսլավ Աֆանասիևը մի փոքր խմել էր կորպորատիվում, նստել գնացք ու քնացել մինչև վերջին կայարանը։ Սկզբում ամեն ինչ պետք էր ավարտվեր ոստիկանությունում անպիտան զրույցով և պարարտության տուգանքով, բայց մի քանի ալկոհոլած ոստիկաններ որոշեցին, որ իրենց դիմաց հարմար թիրախ կա։ Մի քանի ժամ անց մայոր Աֆանասիևը մահացավ, իսկ մեկ գիշեր Ժդանովսկայա կայարանում վերածվեց դեպքի, որը կբաժանի ՀՀ ներքին գործերի համակարգը և առաջին անգամ լուրջ հակադրության դրվեց KGB-ն ու ոստիկանությունը։ 1980 թվականի դեկտեմբերի 26-ին KGB-ի մայոր Վյաչեսլավ Աֆանասիևը վերադառնում էր ծառայողական տոնախմբությունից։ Նա խմել էր, բայց փաստաթղթերն ու անձնագիրը իր մոտ էր։ Վերջին ժամերին նա նստեց Գորշկով-Զամոսկվերեցկայան գծի գնացք ու քնեց չհասցնելով իր կայարանին։ Գնացքը հասցրեց նրան մինչև վերջնական Ժդանովսկայա, այժմ Վիքինյա, Մոսկվայի ծայրամաս։ Այդ ժամանակ վերջնական կայարաններում ակտիվ աշխատում էր մետրոպոլիտենի ուղիղ ոստիկանությունը։ Նրանք բռնում էին խմածներին, թափառողներին, սպեկուլյանտներին։ 5-րդ ուղիղ բաժնի հերթապահ անձնակազմը նկատեց գնացքում քնած Աֆանասիևին և որոշեց պարզել իրավիճակը։ Աֆանասիևին բարձրացրին, դուրս բերեցին կայարան և տարան ոստիկանության ծառայողական սենյակ։ Այստեղ ավարտվում է սովորական պատմությունը և սկսվում այն, ինչը հետագայում կվերածվի հանցագործության, որը կբացահայտի KGB-ի ու ոստիկանության հակամարտությունը։ Ոստիկանության սենյակում հերթապահ անձնակազմը սկսեց ձերբակալման ընթացակարգը։ Աֆանասիևի մոտ կար գումար, արժեքավոր իրեր և պաշտոնական անձնագիր, որը ցույց էր տալիս, որ նա գործող KGB-ի մայոր է։ Ինստրուկցիաների համաձայն նրանք պետք է անմիջապես կանչեին KGB-ի հերթապահին, սակայն ոստիկանները որոշեցին օգտվել իրավիճակից։ Հետաքննության տվյալներով KGB-ի աշխատակցին սկսեցին ծետել և ստուգել գրպանները, ֆակտիկի կողոպուտ կատարելով ձերբակալվածի վրա։ Աֆանասիևը, չնայած իր վիճակին, հասկացավ ինչ է կատարվում և սպառնաց բարձրաձայնել KGB-ին։ Նրա այս խոսքերն ու կոչումը նրան դարձնում էին ոչ միայն անհարմար վկաներ, այլ անմիջական վտանգ ալկոհոլած ոստիկանների ու նրանց ղեկավարի համար։ Մի պահ իրավիճակը անցավ սահմանը։ Ոստիկանները որոշեցին, որ միակ ճանապարհը ապահովելու իրենց անվտանգությունը ազատվել այն մարդուց, որը կարող է պատմել, թե ինչ է կատարվել։ Գիշերը Աֆանասիևին դուրս բերեցին բաժնից առանց ձերբակալման որևէ արձանագրության։ Ըստ քննության, նրան ուժով մտցրին մեկ ոստիկանոջ մեքենա և դուրս տարան քաղաքի սահմաններս դեպի Յագուրյավրեցկի ճանապարհը։ Այնտեղ շենքերի շրջանում, որոնք օգտագործում էին ուժային կառույցների աշխատակիցները, նրանց սպանեցին։ Շատ հարվածներ, ծանր վնասվածքներ գլխին և մարմնին, աննախադեպ կյանքին։ Մարմինը գտել են ոչ անմիջապես։ Ոստիկանները փորձել են ներկայացնել դեպքը որպես սովորական հանցագործություն, ալկոհոլած սպայի վրա անհայտ հարձակում։ Փաստաթղթերն ու մասամբ իրերը անհետացել են, գումարը զավթվել։ 5-րդ բաժնի ոստիկանությունը զեկուցեց, թե մայորը թողնվել է և դրանից հետո ոչինչ չեն գիտակցել։ Եթե Աֆանասիևի տեղում սովորական քաղաքացի լիներ, պատմությունը հավանաբար կմնար անբացահայտված դեպքերի վիճակագրության մեջ։ Սակայն, քանի որ անհետացավ KGB-ի աշխատակիցը, ամեն ինչ փոխվեց։ Մայորն աշխատանքի չէր եկել և տուն չի հասել, սկսեցին որոնել։ Հաստատվեց, որ վերջին անգամ նրան տեսել են մետրոյում, ապա Նաժդանովսկայա բաժնում։ KGB-ն միացավ գործին ոչ որպես խորհրդատու, այլ որպես անկախ հետաքննող։ Ուժ խորհրդային համակարգում պետանվտանգության աշխատակցի անհետացումը արտակարգ դեպք էր համարվում։ KGB-ի հետաքննողները վերծանեցին Աֆանասիևի ուղին րոպե առ րոպե։ Հարցաքննվեցին մեքենավարները, կայարանի հերթապահները, վաճառողները,
հարակից տների բնակիչները։ Հաստատվեց, որ նա իսկապես տարվել է ոստիկանություն, բայց ձերբակալման արձանագրություն չկար։ Բժշկական փորձաքննությունը ցույց տվեց, որ վնասվածքները չեն համապատասխանում փողոցային ջարդին, ծեծի հետքերը համակարգված էին մահակների և ոտքերի հարվածներով։ KGB-ն անցկացրեց գաղտնի օպերատիվ միջոցառումներ, լրտեսություն, գաղտնի հսկողություն, ոստիկանության կապերի ստուգում։ Մի պահ ոստիկանը խառնվեց իր ցուցմունքներում, գյուտ եղան կորցրած գումարների և վարկածների համաժամկցման փորձերի մասին տեղեկություններ։ Արդյունքում կասկածի տակ ընկան 5-րդ բաժնի պետ Բորիս Բարիշևը և մի քանի ենթականեր։ Նշվել էր, որ Բարիշևը գիտեր մայորի ձերբակալման մասին և փոխարենը կանգնեցնել ապօրինի գործողությունները, փաստացի ծածկում էր ենթականերին և հետագայում մասնակցեց գաղտնի վարկածների հաստատմանը։ Հետաքննությունը ապացուցեց ոչ միայն սպանության փաստը, այլ նաև շահադիտական շարժարիթը, գումարների և արժեքավոր իրերի զավթումը, գոռոպուտի փակումը որպես ձերբակալում։ Ուշ խորհրդային միության համար սա հարված էր ժողովրդական ոստիկանության միթին, որը պաշտոնական պրոպագանդայում ներկայացվում էր որպես ազնիվ ու նվիրված աշխատակիցների շարունակություն։ Դեպքը արագ հասավ դատարան։ Գործը դարձավ սկզբունքային, քանի որ զոհվել էր KGB-ի մայորը։ Բորիս Բարիշևը և 3 ոստիկանները մեղավոր ճանաչվեցին սպանության և այլ հանցագործությունների մեջ։ Առաջատարները դատապարտվեցին մահապատժի, մյուսները երկարատև ազատազրկմանը։ Ժամանակի ընթացքում պատմությունը մնաց խորհրդային հասարակությանը որպես ազդակ, որ KGB-ն կարող է ճնշել անգամ ոստիկանությունը, եթե իրենց մարդիկ վնասվեն։ Ոստիկանության համար սա նշանակեց ներքին զննություն, վերահսկողության ուժեղացում։ Գլխավոր հետևանքը ոչ միայն կոնկրետ սպանողների պատժումը, այլև KGB-ի և ոստիկանության միջև խոր հակամարտությունը։ Ժողովուրդը առաջին անգամ տեսավ, որ լավ ոստիկանները հեքիաթներից միշտ իրական չեն, և երբ մի քանի ոստիկաններ սպանեցին այլ ուժային կառույցի ներկայացուցչին փողի ու վախի համար, ավանդական պատկերացումը փոխվեց։ Ժամանակի ընթացքում սա խորհրդանշեց ուշ խորհրդային ոստիկանության անպատժելիության վերջը և ցույց տվեց, որ ցանկացած չարաշահում անպայման կբացահայտվի։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղ մեկ լայք, միացրեք ծանուցումները, որպիսի չկորցնեք ամենահետաքրքիր ու սենսացիոն նյութերը։ Առաջ են գալու պատմություններ, որոնք դեռ ոչ ոք չի լսել։